Բարև ձեզ։ Այսօր եկեք միասին խորանանք Սողոմոն Թեհլիրյանի բավականին դրամատիկ պատմության մեջ։ Մենք հիմնվելու ենք ձեր տրամադրած Վիկիպեդիայի հոդվածի վրա։ Այո։ Խոսքը ուրեմն մի հայ վրիժառուի մասին է, որ 1921 թվականին Բերլինի կենտրոնում սպանում է Թալիաթ Փաշային, Օսմանյան կայսրության նախկին փաստորեն ղեկավարներից մեկին։ Դե հա, փաստացի ղեկավարներից էր։ Ու սա պարզը ուղակի սպանություն չէր, էլի սա Նեմեսիս գործողության մաս էր։ Հա, ՀՅԴ-ի կողմից պլանավորված գործողություն էր։ Շատ լուրջ։ Հենց հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծելու համար։ Այո, ու պետք է հիշենք, որ Թալիաթ Փաշան, ում մեր աղբյուրը ներկայացնում է որպես ցեղասպանության ոնց որ գլխավոր ճարտարապետներից մեկը, արդեն հերրակա կարգով մահապատժի էր դատապարտվել։ Այն էլ հենց թուրքական ռազմական տրիբունալի կողմից դեռ 1919-20 թվականներին։ Այսինքն դա տեղի էր ունեցել առաջին համաշխարհայինից հետո, չէ, երբ դաշնակիցները ճնշում էին գործադրում։ Ճիշտ է, եռույթ թուրքերի հանցագործությունները քննելու համար։ Թեև դե հիմնականում այդ դատավճիռները այդպես էլ չիրականացվեցին։ Հասկանալի է։ Ու շատ հետաքրքիր է հենց Թեհլիրյանի անձնական պատմությունը։ Նա ցեղասպանության ժամանակ աղբյուրում նշվում է մոտ 85 հոգի էր կորցրել իր ընտանիքից։ 85 հոգի։ Ահավոր թիվ է։ Հա, ու նախքան Թալիաթին սպանելը նա դեռ Կոստանդնուպոլսում էր մեկին վերացրել, Հարություն Մկրտիչյանին։ Էդ ով էր։ Մեկը, որ համագործակցել էր Օսմանյան գաղտնի ոստիկանության հետ, օգնել էր կազմելու 1915-ի ապրիլի 24-ի այդ տխահռչակ ցուցակը ձերբակալությունների համար։ Իրոք շատ ծանր նախապատմություն է, եւ ամենահետաքրքիրը գիտեք որն է Թալիաթի սպանության մեջ։ Որ Թեհլիրյանը կրակելուց հետո չի փախչում։ Տեղում սպասում է մինչև գերմանական ոստիկանությունը գա ու ձերբակալի։ Հենց դա է։ Սա ոնց որ ցույց է տալիս, որ նպատակը մենակ սպանությունը չէր, այլ հենց դրանով ուշադրություն հրավիրելը, հա, ցեղասպանության փաստի վրա։ Այո։ Եվ դատավարությունը, որը հետևեց դրան, դարձավ ուղղակի համաշխարհային սենսացիա։ Իսկապես։ Հենց այդպես։ Դատավարության ժամանակ նրան գերմանացի փաստաբանների պաշտպանական ռազմավարությունը պետք է ասել փայլուն էր։ Հա, իրենք չէին ժխտում, որ նա է սպանել։ Չէին ժխտում արարքը, այլ պնդում էին, որ Թեհլիրյանը գործել է ժամանակավոր անմեղսունակության վիճակում։ Այսինքն ցեղասպանության սարսափների ու ընտանիքի կորստի պատճառով առաջացած հոգեկան տրավմայի հետևանքով։ Հենց այդպես, ու այդ հայտնի խոսքերը «ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ», դրանք դարձան դատավարության կարելի ասել կարգախոսը։ Եվ դատարանում ովքեր էին վկայություն տալիս։ Շատ նշանավոր մարդիկ էին, չէ՞։ Այո, գերմանացի հումանիստ Յոհաննես Լեպսիուսը, որը ականատես էր եղել ցեղասպանությանը։ Ցեղասպանությունը վերապրած Գրիգորիս Բալակյանը, նույնիսկ գերմանացի գեներալ Լիման ֆոն Սանդերսը։ Թեև նա Օսմանյան բանակի դաշնակիցն էր, բայց ներկայացրել է իր տեսածը։ Հա, ներկայացրել է։ Ու մեր աղբյուրը նշում է նաև Թեհլիրյանի պատմած երազի մասին, որ տեսել էր մորուրվականը։ Հա, որը հարցրել էր, թե ինչու դեռ վրեժխնդիր չի եղել Թալիաթից։ Հենց այդ։ Այս ամենը երևի շատ խորը ազդեցություն ունեցավ երդվյալ ատենակալների վրա։ Անկասկած։ Մեկ ժամից մի քիչ ավել տևեց խորհրդակցությունը, ու վերջում նրանք Թեհլիրյանին անմեղ ճանաչեցին։ Սա իսկապես աննախադեպ էր, հատկապես Գերմանիայում, որտեղ երևի շատերն էին համակրում հայերին։ Այո, մեծ արձագանք գտավ, ու այս սենսացիոն արդարացումից հետո արդեն Թեհլիրյանի կյանքը ոնց որ ավելի հանգիստ հունով գնաց։ Հա, ապրեց տարբեր երկրներում՝ Սերբիա, Բելգիա, Ֆրանսիա։ Վերջում հաստատվեց ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայում, Սան Ֆրանցիսկոյում։ Ապրում էր Սարո Մելիքյան անունով, հա, ու աշխատում էր փոստում։ Հա, փոստային բաժանմունքում։ Մահացավ 1960 թվականին։ Նրա գերեզմանը Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատանն է։ Ու հուշարձանը այդ արծիվը, որ օձին է սպանում, շատ խորհրդանշանական է դարձել։ Շատ։ Բայց գիտեք, Թեհլիրյանի պատմության ազդեցությունը շատ ավելի հեռուն է գնում, քան ուղղակի հայկական համայնքի հիշողությունը։ Միանշանակ։ Հայերի համար նա ազգային հերոս է, բայց նրա գործը նաև միջազգային իրավունքի պատմության մեջ է հետք թողել։ Աղբյուրում նշվում է, որ լեհ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, հա, նա ով հետագայում ստեղծեց ցեղասպանություն տերմինը։ Հենց նա շատ խորապես տպավորված էր Թեհլիրյանի դատավարությունից։ Նրան ոնց որ զարմացրել էր, թե ոնց կարող է մեկ մարդ Թեհլիրյանը պատասխանատվության ենթարկվել մի սպանության համար, մինչդեռ միլիոնավորների սպանության հրաման տվողը Թալիաթը փաստացի անպատիժ էր մնում միջազգային մակարդակով։ Հետաքրքիր զուգահեռ է։ Հաննա Արենտն էլ է անդրադարձել այս գործին, համեմատելով Շոլոմ Շվարցբարդի դեպքի հետ։ Նա ով սպանեց Սիմոն Պետլյուրեին Ուկրաինայում հրեական ջարդերի պատճառով։ Այո,
Արենթը մատնանշում էր այն իրավիճակները, երբ պետական կամ միջազգային արդարադատություն չկա, ու անհատները կարող են իրենց վրա վերցնել այդ արդարությունը հաստատելու գործը, հատկապես երբ խոսքը պետականություն չունեցող կամ հետապնդվող խմբերի մասին է։ Այսպիսով ստացվում է, որ մի անհատի արարքը, թեև ծնված անձնական ողբերգությունից, վրեժխնդրության մողումից, շատ մեծ արձագանք է գտել թե իրավունքի, թե փիլիսոփայության, թե հավաքական հիշողության մեջ։ Ճիշտ է։ Սա բարձրացնում է բարդ հարցեր արդարության, պատասխանատվության, անհատի դերի մասին պատմական անարդարությունների դեմ պայքարում։ Եվ սա մի հարց է, որի շուրջ կարծում եմ դուք էլ կարող եք խորել, ինչպես Լեմկինն էր հարցադրում անում, արդյոք անհատը կարող է կամ գուցե պետք է երբեմն ստանձնի մարդկության խղճի դատավորի դերը, երբ պաշտոնական մեխանիզմները ոնց որ լռում են։